Փուշկինն ու Սեյսուլան գտնվում են իրենց տիրապետության տակ։ Ինչ կասեիք այս մասին։ Բնական է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշի եւ Նոր Սեյսուլանի ուղղությամբ որոշ գրոհեր իրականացնել, բայց լրիվությամբ տապալվել է բոլոր իրենց այդ նախաձեռնությունները։ Ադրբեջանական կողմը ունի բազմաթիվ զոհեր, գիտեք, իրենք միշտ թաքցնում են, բայց ոչնչացվել են մի քանի խումբ, այսպես դիվերսիոն խմբեր, տվել են նաև մեծ կորուստներ այլ ստորաբաժանումներ եւ երբ որ ետ են շպրտվել այդ ստորաբաժանումները, այնքան մեծ էր խոճապը, որ դա նաև փոխանցվել է քաղաքացիական բնակչությանը եւ Արցախի հանրապետության սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսել է իրոք նույնիսկ ոչ կանոնավոր խոճապ եւ բնակչության massայական արտահոսք։ Տասնյակների մասին կարող եք խոսել եւ իրենց զոհերի։ Այո, առնվազն մի քանի տասնյակ զոհեր ունեն։ Մեր դեպքում ինչ կա պարոն Բաբայան, մեր կողմից ինչ կարող եք ասել։ Իհարկե, մեր կողմից մենք պետք է ճշտենք հստակ քանակը, կան վիրավորներ, կան զոհեր քաղաքացիական բնակչությունից, փոքր երեխայի զոհվել, ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի Ժենևյան կոնվենցիաների, որովհետև քաղաքացիական նման օբյեկտները, լինեն դա դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինել լեգիտիմ, ուրեմն այսպես թիրախ, նույնիսկ պատերազմի ժամանակ։ Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ոչ օրենք, ոչ բարոյական նորմաներ գոյություն չունի։ Իսկ ինչ զինատեսակներ է օգտագործել հակառակորդը։ Օգտագործել է տարբեր տիպի զինատեսակներ, օգտագործել է ծանր հրետանի, օգտագործել է տանկեր, օգտագործել է նույնիսկ ռազմական օդուժ։ Եվ ունեն նաև շոշափելի կորուստներ, երկու ուղղաթիռ է խփվել, ունեն մի քանի խփված տանկ եւ ահագին ոչնչացված զինտեխնիկա։ Իսկ ինչ քայլեր են սպասվում, ինչ ենք մենք անելու։ Գիտեք, շատ հստակ է եւ պարզ, ցանկացած ագրեսորի զսպող այսպես էֆեկտիվ, ամենաարդյունավետ միջոցը դա ուժգին հակահարվածն է եւ այն վախն է, որ ագրեսորը պետք է ունենա։ Եթե փոքր ինչ ուրեմն թուլություն ցուցաբերվի կամ այսպես ոչ համարժեք զինատեսություն, ապա դա միմիան կարող է ահաբեկչին եւ այսպես նման ֆաշիստական գաղափարախոսություն որտեղած պետությանը եւ հանցագործին միմիան կարող է խրախուսել նորանոր ագրեսիվ քայլերի։ Պարոն Բաբայան, մշտապես հակառակորդը նման փորձեր արել, բայց այս անգամ կարծես թե աննախադեպ է։ Ինչից սկսվեց ամեն ինչ։ Կարծում եմ, որ նման աննախադեպ փորձերը սա նաև գալիս է Ադրբեջանի անճարությունից։ Մի քանի խնդիր կա այստեղ, մի քանի շատ խորքային այսպես երևույթներ, նախ եւ առաջ Ադրբեջանը ինքը, Ադրբեջանի իշխանությունները ավելի շուտ դարձել են այդ պետությունը ահաբեկչական պետություն, ֆաշիստական։ Նրանք քարոզում են հայատյացություն, նրանք քարոզում են նացիզմ։ Այն ինչ տեղի է ունենում, ասենք Գերմանիայում 30-ական թվականներում, Իտալիայում, Ճապոնիայում, երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Իսկ նման պետությունները լինում են հիվանդ պետություններ։ Նման պետությունները, երբ որ քարոզում են այսպիսի ատելություն, բնական է, որ եւ նորմաններից, եւ բարոյականությունից հեռանում են։ Սա մեկ։ Երկրորդը, իշխող կլանը բավականին դժվար վիճակում է հայտնվել, որովհետեւ նամանավանդ այս վերջի տնտեսական ճգնաժամը, նավթի գների անկումը մեծ հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը։ Ռազմական ծախսերը մի քանի անգամ կրճատվել են, պետական բյուջեն մոտ 2.5-3 անգամ կրճատվել է։ Իհարկե այս ամենը այսպես վտանգ է ներկայացնում նաև իշխող կլանի դիրքերին։ Հետևաբար պետք է ինչ-որ ձևով բնակչության ուշադրությունը շեղել տեղի, ասենք, ներքին խնդիրներից եւ փորձել նորից շահարկել արտաքին թշնամու գերբը։